Պարոն Կարախանյան, ինչպես է գնահատում 3 Սերժ Սարգսյանի ելույթը Բեռլինում, ըստ էության նա խոսեց, որ Ռուսաստանը թեև մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում, հապկում, բայց Ռուսաստանը եւ ոչ միայն Ռուսաստանը, այդ կառույցի անդամ երկրները այսօր զենք են վաճառում Ադրբեջանին եւ ըստ էության մենք չենք կարողանում որևէ կերպ այս առումով ազդել այս գործընթացի վրա։ Մենք արձանագրում ենք այս առումով ձախողումից։ Ձախողում չի ասի, բայց ցավ ապրում եմ ես, լիովին կիսում եմ նախագահի արտահայտած միտքը եւ կարծում եմ, որ սա խորելու տեղիք է տալիս, որովհետեւ ինչքան էլ անունը դնենք բիզնես ծրագիր, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ զենքը բիզնեսի առարկա չի։ Զենքը վաճառում են, իհարկե, մեկը վաճառում է, մյուսը գնում է, բայց գիտենք, վաճառողն էլ, գնողն էլ գիտեն, թե որտեղ է օգտագործվելու այդ զենքը։ Այդ տարածաշրջանում, որտեղ որ ապրում ենք։ Մենք ուրեմն մեր դարավոր թշնամին մեր կողքին նկատի ունեմ թուրք սելջուկներին եւ Ադրբեջանին, որը որ ապօրինի արհեստական պետություն է, բնականաբար զենք առաջերտին օգտագործվելու է մեր պետության, մեր քաղաքացիների դեմ։ Այդ իմաստով իմ համար նույնպես անհասկանալի է Ռուսաստանի վարքագիծը, ուրեմն զենք վաճառել մի պետության, որը որ օգտագործելու է հաստատ իմանալով, որ օգտագործելու է մեր դեմ այդ զենքը։ Մենք առհասարակ չպետք է այս դեպքում դնենք առհասարակ ռուսական ռազմաբազայի նպատակահարմարության հարցը, եթե մեր, այսպես ասած, ռազմական դաշնակիցը այսպես է իրեն դրսևորում։ Ճիշտն ասած շատ բաներ երևի պետք է դրվի, բայց բոլոր դեպքերում ես մնում եմ իմ համոզմանը, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ որ շրջապատված ենք թշնամիներով։ Մեր արտաքին սահմանի պահպանության հարցը Ռուսաստանի ներքո է եւ չմոռանանք, որ մենք այսօր մեր սուղ հնարավորություններով ինչքան էլ բարոյական եւ հոգեբանական կամքի դրսեւորում ունենանք, Թուրքիայի պես հզոր ռազմական պետության դեմ կռվելը մեր համար դժվար է։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ կռիվ տալ եւ հասնել հաղթանակների, բայց չպետք է մոռանանք, որ մեր մյուս հարևանը, որ այդ մեր նենք թշնամին, որը որ բազում վնասներ է հասցրել մեր ժողովրդին, ցավոք սրտի ռազմական մեծ պոտենցիալ ունի։ Պարոն Կարախանյան, Սերժ Սարգսյանը նաև խոսեց 80-ականներ, հիմնականում 80-ականների զենքով կռվելու մասին։ Ցանկացած երկիր, այդ թվում նաև Հայաստանը, պետք է առաջի հերթին իր պետության, պետականության հիմքերը ամրապնդի։ Ես կարծում եմ 80-ականների զենք ասելով Հանրապետության նախագահ նկատի է ունեցել, որ այդ զենքերն էլ կարելի է այսօրվա արդիական են եւ դրանցով մենք կարողացանք հաղթել։ Բայց բոլորիս քաչ հայտնի է, դուք էլ հետևում եք ազգային ժողովի նիստերին, ընդամենը շատ ժամանակ առաջ մենք Ռուսաստանից իրեն տված հենց վարկով ձեռք բերեցինք հսկայական զենք եւ զինամթերք։ Արդեն ձեռք ենք բերել այդ 200 միլիոնի դիմաց, այդ դեպքում մենք հին զինատեսակ ենք ձեռք բերել, այդ սոցեպիոկ, չգիտեմ։ Կարող է այդ հին 80-ականների զենքերը նույնպես այսօր արդիական են եւ բոլորիս աչքի առջև տեսանք նախահարձակ թշնամուն, ու ինչպես կարողացավ հայ զինվորը կանգնացնել։ Եվ եթե անգամ 80-ականների զենքով մենք կարողացել ենք դա անել, ուրեմն իսկապես մեր ոգին ամուր է, մեր կամքի դրսևորումը շատ պինդ, եւ մենք կարողացանք իսկապես դաստալ նենք թշնամուն։ Հրադադարը ըստ էության Ռուսաստանի կողմից, չասեմ պարտադրվեց, բայց նա եղավ նախաձեռնողը։ Ինչ գնով ձեռք բերվեց այս հրադադարը, պարոն Կարախանյան, մենք ունենք նույն վիճակը ձեզ ինչ ապրիլի 1-ին էր, թե մենք ունենք դեռ դիրքեր, որոնք պետք է նվաճել։ Ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, բայց բոլոր դեպքերում հավատում եմ պաշտոնյաների տված, կոնկրետ ասենք պաշտպանության նախարարի, երկրի նախագահի ասած խոսքերը բոլորս էլ լսել ենք, գիտենք, որ մենք ընդամենը զիջել ենք 1 կամ 2 վարձունք կամ ասենք հենակետ եւ դա չի կարող բան անել
ուժերի հարաբերակցությունը, այսպես ասած, այնպես շուռ տալ, որ մենք գտնվենք վատ վիճակում։ Այնպես որ բայց արեք շտապենք այդ խոսքը, այդ բանը ասելու համար, մենք պիտի գնանք դեռ գործընթացները, որ հիմա գնում են։ Գիտեք, որ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանից ուրեմն Ղարաբաղ են գնում, հետո պիտի գան Հայաստան, պարզ կլինի, ինչ մոտեցումներ կան։